Ողջուներ հարգելիներս, մեկ վարգան տվեք ինձի, որ ստուգեմ, եթե ամեն ինչ ուժի մեջն է, այո։ Ուզեի ողջունեմ ձեզի, գիտեք, շատ անգամ գարդանքը սեր ույս ունիմ, որ լավ եք, որպես նախագահ ուղղակի ձևով չեմ գնար ես ձեզ ասեմ ույս ունիմ, որ լավ եք, կամ հարց ունեմ, ույս ունիմ, որ լավ եք, պիտի նախ ես հասկանամ ինչ աշխատանք ըրի որպես նախագահ, որպեսզի իմ ազգս լավը լա։ Այդ է հիմնական խնդիրը, ինչ աշխատանք ըրի, որ լավը լաք, ուժեղը զգաք, արդեն նպատալից ըրլաք, արդեն գիտեք ինչ պիտի անենք այս շաբաթ, գալ շաբաթ, մյուս շաբաթ, որպեսզի դուք կարողանաք մասնակցել այդ առաքելությունը, որ ընդհանրապես ամբողջ մեր ազգը պետք է մասնակցի։ Ինչ է մեր հիմնական խնդիրը այսօր, ինչպես որ գիտեք, անցյալ շաբաթ մենք խոսեցանք եւ ներկայացնեցինք 1920-ից ինչպես Հայաստան պետության, Արևմտյան Հայաստանի տարածքեն ստացավ անկախություն։ Մենք պիտի շարունակենք հիմա, ինչ կատարվեցավ 1921-ից մինչև այսօրը կրնան խոսիր նույնիսկ եւ ինչպես կատարվեցավ, որովհետեւ մենք պետք է այստեղ նշենք, որ 1920 նոյեմբերի 22-ը Woodrow Wilson-ը ստորագրեց իրավարար վճիռը, որպեսզի հաստատվի միջազգային սահմանը Արևմտյան Հայաստանին Թուրքիո հետ։ Այս դեսակ փաստաթուղթ անպեկանելի է եւ նորենալ ուժի մեջն է, իրավաբանական տեսանկյունեն ուժի մեջն է եւ այդ տեսակ ասենք սահմանը պետք է հասկանանք, որ դելիմիտացիաներին ասենք գիծեցին սահմանը եւ վերջը նշեցին դարածքի վրա այդ սահմանի տարբեր կետերը։ Այդ ցևով մենք կրնանք ասել, որ այդ մակարդակի սահմանը միջազգային օրենքի հիմնավորված սահմանն է։ Մնացած պայմանավորությունները չեն, որովհետև սա իրավարար վճիռն է, եւ այդ իրավարար վճիռը ինքը կհաստատե ընդհանրապես այդ սահմանը։ Ադոր համար պետք է տարբերվենք իրավարար վճիռը որպես իրավաբանական ակտ եւ ինչ որ կատարվեց հետո, ասենք թե թուրքական զորքերը, որ մտան Արևմտյան Հայաստանի տարածքի վրա, որ սա քաղաքական ակտ է, ոչ իրավաբանական ակտ է։ Տարբերություն կա։ Նույնպես, երբ արդեն Ստալինը, բոլշևիկները որոշեցին բաժանել մեր պետականություն երկու մասով, ասենք թե Մուստաֆա Կեմալին հետ Արևմտյան Հայաստանը եւ բոլշևիկներուն հետ Արևելյան Հայաստանը։ Այդ բաժանմունքները իրավաբանական տեսանկյունեն ուժ չունին, սա քաղաքական զորքով կարողացան մեր ճանաչված պետությունը, Միացյալ Հայաստանի մասին է խոսքը, բաժնվել։ Ինչպես երին զորքով չի հաստատված Արևմտյան Հայաստանի հայության կողմեն։ Ինչ անձակոզությունները կատարվեցին, անընդունելի է Արևմտյան Հայաստանի հայության կողմեն։ Եթե այսօրվան Հայաստանի ապրող բնակչությունը ընդունեց այդ անձակոզությունները, սա իրենց խնդիրն է։ Մեր Արևմտյան Հայաստանի հայության կողմեն երբեք մենք այդ բաժանմունքը չի ընդունեցինք եւ չեք ընդունելու համապատասխան մեր այսօրվան Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության։ Ինչ կնշանակի։ Կնշանակի, որ Սովետ Հայաստանը ստեղծվեց
մեկ կողմ եւ այս Սովետ Հայաստանը չի ներկայացնե Միացյալ Հայաստանը եւ չի կրնա ներկայացնել Միացյալ Հայաստանը, այստեղ ալ կարևոր է։ Ամեն ինչ ըրին շրջանցնելու համար Սևրի դաշնագիրը, ինչպես ըրին Մոսկվայի դաշնագիրը, Մոսկվայի պայմանագիրը ընդունեցին եւ Մոսկվայի պայմանագիրեն հետո Քարսի պայմանագիրը ընդունեցին 1921-ին։ Այդ երկու պայմանագիրները, որ սովետները ընդունեցին, ոչ մի կապ չունին Արևմտյան Հայաստանի հետ։ Սա այդ պայմանագիրները իրավանական տեսանկյուն են։ Մինակ եւ մինակ կապ ունին Սովետ Հայաստանին հետ, որ անջատվեցավ Միացյալ Հայաստանին։ Ադոր համար այդ երկու նորեն պայմանագիրները քաղաքական քայլերն են, ընդունված չեն նույնիսկ ամբողջ հայության կողմեն, ինչ որ ընդունված չէ ամբողջ հայության կողմեն, իրականության եւ իրավանական տեսանկյունին ուժ չունի։ Այստեղ ալ պետք է ճիշտ հասկանալ։ Դուք որպես ոչ օբյեկտ, որպես սուբյեկտ, որովհետև ճանաչված պետություն մնեք, ձեր որոշումն է, որ ուժ ունի, ձեր հիմնական իրավանական փաթեթն է, որ ուժ ունի, մնացածը քաղաքական որոշումներն են, նույնիսկ եթե զինվորական ձևով կկատարվի ամեն ինչ, ադալ քաղաքական քայլերն են, ակտերն են, որ ընդհանրապես իրավանական հիմքեր ալ չունին, ինչ կուզեմ ասեմ, որ նույնիսկ Սովետ Հայաստանը իրավանական տեսանկյունին հիմքն ալ չունի, որովհետև նորեն Նախիջևանն ալ անջատվեցին մեր Միացյալ Հայաստանին, Արցախն ալ անջատեցին մեր Միացյալ Հայաստանին եւ անշուշտ դուք գիտեք Ջավախն ալ։ Այդ ամեն ինչ որ անջատվեցին, բաժնվեցին մեր տարածքեն, ոչ մի իրավանական հիմքեր չունին։ Անշուշտ 1921-ը Երևանյան, ասենք թե հայկական Կովկասի հայկական հանրապետությունը թիմեց ազգային լիգան, որպեսզի անդամակրվենք ազգային լիգան։ Ազգային լիգան ընդունեց մեր թիմումը, ասենք թե Կովկասի հայկական հանրապետության թիմումը ընդունվեցավ, բայց մինչև վերջ չի դարին այդ համաձայնությունը։ Անոնք որ այսօր ցեզի կսեն, որ ազգային լիգան ընդունել է մեզի եւ այլն, մեր պատետները, այդպես չի իրականության, գներեք, ազգային լիգան չի ընդունվեց մեզի։ Մենք այստեղ ես չեմ գնար ցեզի սուտ ասեմ, ես ստիպված եմ ցեզի ճիշտ ասեմ։ Ընդհանուր Հայաստանը, որ ներկայացվեց ազգային լիգան, 214,000 քառակուսի կիլոմետրներ, ասենք թե իրավարար վճիրեն մինչև Արցախը։ Բայց չի ընդունվեց։ Պետք է այստեղ ավելացնենք մեկ բան։ Ադրբեջանն ալ չընդունվեցավ ազգային լիգայի մեջ։ Եվ Վրաստանը չընդունվեցավ ազգային լիգայի մեջ անժամանակ։ Այստեղ ալ կարևոր է, որ դուք ալ ճիշտ իմանաք, ինչ կատարվեցավ։ Այդ ձևով բաժանեցին մեր տարածքը, մեկ մաս դվին որպես ասենք թե ինքնավար հանրապետությունը դվին Ադրբեջանեն, մյուս մասը որպես ինքնավար շրջանն ալ դվին Ադրբեջանեն, մյուս մասն ալ դվին Վրաստանին, բայց այդ ամեն ինչ որ դվին սովետները մեզի կպատկաներ։ Միացյալ Հայաստանի, Հայաստան պետության մասին է խոսքը, որ ճանաչված էր 1920-ից ի վեր։ Ստեղ ալ կխնդրեմ, որ
հասկանաք, ինչու մենք ստիպված պետք է ընդունենք այդ բաժանմունքները։ Ինչու համար։ Երաբանական տեսանկյուն են։ Հասկացանք, անոնք բանակ ունին, ուժեղ են, ամեն ինչ ունին, մեզի ստիպելու։ Բայց ինչու պիտի մենք ընդունենք։ Իմաստը, ուզեմ հասկանալ, մենք չենք ընդունել, մինչև այսօր ինչ որ նույնիսկ այդ բաժանմունքի հետևանքները չենք ընդունում, օրինակ Արցախը հանձնման Ադրբեջանի, օրինակ որ մինակ եւ մինակ դե յուրե գոյություն կարող է լինի մեկ հատ Հայաստանի Հանրապետություն, որ ընդհանրապես կապ չունի մեր իրավաբանական պատետին հետ, օրինակ ընդունենք, որ արդեն Նախիջևանը ինքնավար հանրապետությունն է Ադրբեջանի հետ կապված։ Ինչու պիտի ընդունենք։ Իրավաբանական տեսանկյուն են, քաղաքական տեսանկյուն են հասկացան, ուժ կա, մենք չունենք այդ զինված այսօրվան ուժերը, որպեսզի կարողանանք իրականացնել, ասենք թե մեր իրավաբանական պատետը։ Չունենք։ Եթե ունենայինք մեկ վարյան պետք է մեկ վարյանով մենք կրնայինք ամեն ինչ իրականացնել, եթե համապատասխան զինված եւ իրավունք ունեինք իրականացնելու։ Բայց այսօր իրականության այդպես է, որ այդ զինված ուժերը չունենք։ Ինչ կնշանակի։ Կնշանակի, որ մեր ազգը ուղղակի ես որպես նախագահ իմ ազգս անմիջապես վտանգի մեջն է, որովհետև իմ ազգս կբաժնվեն, մեկ մասը գերտա արտասահմանում, մյուս մասը կմնա, բայց չի մնալ ասենք թե հայկական պայմաններին մեջ, ինքը կմնա եւ ստիպողական ձևով ստիպված է ընդունել օտարներու ապրելակերպը, ստիպված է ընդունել օտարներու մշակույթը, մենք խնդիրներ ունենք մեր մշակույթը պաշտպանելու, խնդիրներ ունենք մեր ինքնությունը պաշտպանելու, այդ բոլոր խնդիրները կան, դեղահանեցին Արցախի հայությունը եւ մենք չունենք համապատասխան զինված ուժերը, որպեսզի անմիջապես այդ հարցը լուծվի եւ մեր Արցախի հայությունը կգտնվի ուղղակի վտանգի տակ այսօր։ Օրինակ մենք երրորդ սերունդի երեխեքներն ենք։ Երրորդ սերունդն է, որ մենք Հարեմեդյան Հայաստանից դուրս եկանք։ Մեծ մասը իմ տարիքից դղաները նույնիսկ հայերեն ինձ մե ավելի, ասենք թե ես դժվարություն ունիմ քիչ մը, բայց ինձ մե ավելի դժվարություն ունին հայերեն խոսելու։ Նույնիսկ չեն իմանում իրենց արմատները որտեղից են։ Հասկանաք խնդիրը։ Լուրջ է, ասենք թե լավ հասկացանք իմ Արցախի հայերը գիտեն, որ Ստեփանագերդից են, Մարտակերտից են, Հադրութից են եւ այլն, բայց 3 սերունդից հետո ինչ պիտի կատարվի։ Ինչ պիտի ըլլա, ինչպես պիտի ըլլա, եթե մենք մեզի չեն կազմակերպելու, որպեսզի արդեն կարողանանք հնարավորություն ունենանք մեր ազատագրել մեր հայրենիքը։ Շատ լավ խոսքերն են, չէ՞, ազատագրել մեր հայրենիքը։ Բայց մենք ինչ կնենք որպեսզի մեր հայրենագիցները վերադառնան իրենց բնորանի վրա, իրենց պետական բնորանի վրա։ Ինչ կնենք։ Պիտի անդրադառնանք այդ հարցերով մեր անշուշտ մեր այսօրվան հաղորդաշարի ժամանակ։ Բայց այդպես եղավ եւ 1921-ից ի վեր մենք գտնվենք այդ վիճակի մեջ, բայց խնդիրը շարունակվեցավ։ Նույնիսկ Լիբանանում անժամանակ կուսակցությունը, դաշնակցությունը պայմանագիր կնքեց հոյբունին, ասենք թե քյուրդական ուժերուն հետ, որպեսզի Արեմեդյան Հայաստանը անձնվի քյուրդերուն։ Կպատկերացրեք 1937-ի մասին է, 27-ի մասին է խոսքը, գներեք, 27-ի մասին է խոսքը։ 1937-ը նորեն Մուստաֆա Կեմալը իրեն զորքերով
խրկեց զորքերը դերսիմի վրա եւ շարունակեցին ջարդել իբր թե քյուրդ ալևիները, որ մեծ մասը հարևիներն են եւ հայկական արմատներ ունեն մինչեւ այսօր։ Կպատկերացնեք, ասենք թե չի բավարարե, որ կբաժնվեն, կբաժանեն մեր տարածքները, կօկուպացնեն մեր տարածքները, նորեն եւ նորեն շարունակեցին ջարդերը։ Շուշիին մեջ 1920-ն ջարդերը էին։ Ասենք թե հիմա մենք որպես հայ մենք ստիպված ենք ընդունել, ջարդեցին մեզի եւ վերջ։ Օրինակ այս օրերը մենք ալ գիշենք, չէ, Բաքուի հայության ոչիչացմանը, Սումգայիթի հայության ոչիչացմանը, Գանջայի հայության ոչիչացմանը, ներգալալով նույնիսկ Մարահայի հայության ոչիչացմանը։ Մենք ընդունենք այդ բոլոր անցակոլժությունները արդեն մոռացել են, չէ՞։ Այդպես է իրականության, ձեր կողմեն, մեր կողմեն այդպես չէ։ Որևէ անցակոլժությունները, որ կատարվեցին մեր ազգի անտեպ, մեր փրիկ ազգի անտեպ, պետք է այդ անցակոլները պատասխան տան։ Ինչպես պիտի պատասխան տան, դատական աշխատանքներով։ Մենք պիտի շարունակենք։ Եթե մենք չենք կրնար այսօր ազատագրել զինվորական ճանապարհով մեր հայրենիքը եւ մեր պետականությունը, դատական աշխատանքներով պիտի շարունակենք մեր գարիվը։ Ես ուղղակի ձեզի կներկայացնեմ մեր ընդհանուր ռազմավարություն, ինչ որ մենք չենք կրնարներ ազատագրելու համար մեր պետական տարածքները, մեր ընդհանուր Հայաստանի մասին է խոսքը, մենք դատական աշխատանքներով պիտի շարունակենք։ Անշուշտ ես շատ կուզեմ, շատ ցանկություն ունեմ, որ մեր ամբողջ ազգը այդպես ուժեղանա, որպեսզի կարողանանք ազատագրել մեր ընդհանուր տարածքները։ Եթե չենք կրնարել, պիտի կրվենք ուրիշ ձևով, պիտի մշակույթի ճանապարհով պիտի կրվենք, որպեսզի նախ պահպանենք մեր մշակույթը եւ երկրորդը զարգացնենք, տարածենք մեր մշակույթը մեր ժողովրդի մեջ, մեր ժողովուրդը դաստիարակենք մեր մշակույթի միջոցով, մեր գրթությունը զարգացնենք եւ այլն, ասենք թե եթե մեր ինքնիշխանությունը թուլացավ ադաստիճանով, որ բավական մասերը բաժնված են մեզ մեջ, այդ ինքնիշխանության վրա մենք աշխատենք, գետ ալ գետ այդ մասերը վերադառնալու մեզ եւ ուժեղացնենք այդ մեր ինքնիշխանությունը մեր ազգի մեջ։ Այս պայքարը, ադորամալ քիչ մարաճեցի ձեզի, շատ դժվար է ասեմ ձեզի հույս ունիմ, որ լավ եք։ Ես ինչ ըրի այս շաբաթ, որ դուք լավ զգաք, ինչ ձեզի բացատրեցի, ինչ ձեզի ներկայացնեցի, որ դուք լավ զգաք։ Մենք անցյալ գիրագի եւ երկուշաբթի մեր անկախության օրը նշեցինք հունվարի 19-1920 մեր դե ֆակտո անկախությանը ճանաչեցին դերությունները։ Ես կրնամ ամիջապես ձեզի ներկայացնեմ այդ դերությունները ցուցակը, որ ճանաչեցին մեզի։ Մենք այստեղ կխոսենք բրիտանական կայացությունի մասին, դե որ մեջ Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա կա եւ այլն։ Մենք այստեղ կխոսենք Ֆրանսիայի մասին, Իտալիայի մասին, Ճապոնիայի մասին, Բելգիկայի մասին, արաբ, ասենք դա Սաուդիա, Էջազը անժամանակ, Լեհաստանը, Պորտուգալը, Չեքոսլովակիան, Ունաստանը, Ռումինիան եւ անշուշտ Թուրքիան։ Այդ բոլոր պետությունները, որ Սևրի տաշնագիրը ստորագրեցին, դե ֆակտո ճանաչեցին
մեր պետականությունը ընդհանուր Հայաստանի տարածքում, Հայաստան պետության մասին է խոսքը, որ հիմնավորված է Արևմտյան Հայաստանից որպես ցեղասպանությունից, ասենք թե արձագանքները։ Երբ շատերը գխոսին Լոզանի դաշնագրի մասին եւ գցեն, որ Լոզանի դաշնագիրը ովևէ ցևով լուզարեց, ասենք թե Սևրի դաշնագիր, այդպես բան չկա, որովհետեւ նախ դարբեր ստորագրողներն են, օրինակ Լոզանը մինակ բրիտանական կայսրությունը գա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հունաստան, Ռումինիա եւ Սերբիա, Կրոատիա եւ Սլովենիա եւ Թուրքիա, բայց չկա Բելժիկա, Էջազը, ասենք թե որպես Արաբիա, Լեհաստանը, Պորտուգալը, Չեքոսլովակիան եւ այլն։ Նույն պետությունները չեն։ Ադոր համար Լոզանը չի կրնա լուզարել Սևրը կամ փոխարինել Սևրին, որովհետեւ տարբեր պայմանագիրներն են, տարբեր ամեն ինչ ասենք թե տարբեր է։ Ստեղալ պետք է անոնք որ ձեզի կսեն ուրիշ ձևով, հիմա կրնակ հասկանալ ինչու համար կսեն, որովհետև անոնք իրենց համար կամ իրենց էգոն գուզեն ցույց որ Լոզանի պայմանագիրը երկու կետ կարդացին եւ պետք է անպայման ցույց տան, որ գիտելիքներ ունին, կամ ընդհանրապես կխապեն ձեզի։ Բայց Լոզանին հետ կապված երկու քիչ առաջացի, երկու կետ կա, որ կարևոր են, ասենք թե օդված 16-ը եւ օդված 25-ը, որ ովևէ ցևով կապված են Սևրի դաշնագիրին հետ, որովհետեւ օրինակ օդված 25-ը Թուրքիան ինքը պետք է ճանաչի ինչ որ խաղաղության դաշնագիրները եւ դարբեր, ասենք թե ուրիշ դաշնագիրները, որ դերությունները ստորագրեցին առաջին պատերազմի ժամանակ։ Օրինակ, հիմա ինչպես Լոզանի դաշնագիրը կրնա օգներ Սևրի դաշնագիրը, այդ օդված 25-ի միջոցով, օրինակ դամսեզի։ Ադոր համար այսօր մեկ հատ հարցը ներկայացնեցին ինձի, այդ հարցը ես ուղղակի կարդամ, գսեն, որ ձեզ աշխարհի որ երկիրն են, որ այսօր մեր Հայաստանը իրական դաշնակիցներն են, պետք է ճիշտ հասկանաք հարգելիներս, երբ մենք կխոսենք մեր Հայաստանի մասին, ես լավ չեմ հասկանում, Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը կամ այսօրվան Երևանյան Հայաստան է։ Եթե Երևանյան Հայաստանի մասին է խոսքը, պետք է հասկանաք, որ առաջին դաշնագիրները մեր ազգն է։ Հիմա մեր ազգը այսօրվան, մեր ընդհանուր ազգը այսօրվան Երևանյան Հայաստանը ինչ քաղաքականությունը կդանի կընդունի, մեր ազգը կընդունի կամ չի ընդունելու։ Ինչ որ հիմա ներկայացված, ասենք թե Արցախի անձման Ադրբեջանի ընդունված է մեր ազգի կողմից կամ չէ։ Առաջին դաշնակիցները պիտի լա մեր ազգի անդամները։ Հետո, եթե կապված է հարցը Արևմտյան Հայաստանի հետ, առաջին դաշնակիցները պիտի լան այդ պետությունները, որ Սևրի դաշնագիրը ստորագրեցին։ Եվ մենք աշխատանքներ ունենք, ներառյալ Ռուսաստանը, որ ջանցավ մեր ինքնավորոշման իրավունքը մինչև անկախություն, ներառյալ Միացյալ Նահանգները, որ իրավարը վճիրը Վուդրո Վիլսոնը իրավարը վճիրի միջոցով ստորագրեց։ Մենք այս աշխատանք ունենք դանելու այդ պետություններ ունեն, որ իրականության դաշնագիրներն են։ Մենք աշխատանքներ ունենք դանելու այդ պետություններուն հետ, որ ճանաչեցին մեր ցեղասպանությունը։ Հիմա շատ կարևոր հարց դեպի, որովհետև սա մեր ընդհանուր
արտաքին գործնախարարության աշխատանքն է, որ մենք աշխատանքներ ունենք այդ պետություններ ունենք, որ նախ մեկ ճանաչեցին մեզի եւ երկրորդ ճանաչեցին մեր ցավերը, ինչ որ կատարվեցավ մեր Արմենիան Հայաստանի հայության հանդեպ շատ կարևոր է եւ այս իմաստը ունի մեր աբակա անձնագիրը ինչու Արմենիան Հայաստանի հանրապետությունը պետք է իրեն անձնագիրը ունենա պասպորտը Տարբերություն կա այստեղ պասպորտը եւ ID քարտը, ասենք թե ինքնության քարտը։ Ինքնության քարտը հաստատելու համար մեր ինքնությունն է, որպես Արմենիան Հայաստանի քաղաքացի։ Մինչև այստեղ հասկացանք։ Բայց պասպորտը գոհն է մեզի հարաբերությունները ստեղծել այդ պետություններուն հետ, որ մեզի ճանաչեցին։ Եվ այդ հարաբերությունները կստեղծենք, ասենք թե օրինակ, եթե իրավունք կտան մեզի վիզա ստանալ կամ վիզա չստանալ, տեսնենք, չեմ գիտեմ, աշխատանք ունենք տանելու այդ կողմերը։ Ադոր համար մենք հիմա, սա մեկակլուր մնե, որպեսզի լավը զգաք, մենք կաշխատենք, որպեսզի այդ պասպորտը ունենանք որպես Արմենիան Հայաստանի պասպորտ։ Ոչ ինքնության քարտ, ինքնության քարտը ունենք, այստեղ մենք խնդիր չունենք այդ կողմերը։ Հասկանաք, ամեն քայլերը, ամեն մեկ մեխանիզմները բաժարներ ունեն։ Եվ դիվանագիտական ցեղով այդ պասպորտը կգնա օգնել մեզի, որ հարաբերությունները վերականգնենք այդ պետություններուն հետ, որ մեզի ճանաչեցին։ Նայեցեք, այո, այս աշխարհում ճանաչումը կարևոր է։ Ասենք թե նոր ծնված երեխան ինքը գոյություն ունի, չէ՞։ Բայց պետք է գրանցվի մի դեր, որ ճանաչված է լա։ Նույնիսկ եթե գոյություն ունի։ Մենք գոյություն ունենք այսօր։ Մենք պետք է վերականգնենք դիվանագիտականորեն մեր հարաբերությունները, մեր կապերը այդ պետություններուն հետ, որ արդեն մեզի ճանաչեցին։ Գործ ունենք տանելու այս կողմեն։ Շատ անգամ օրինակ Բրազիլիա կամ Արգենտինայի մասին օրինակ գրված էր, որ 30 տարվա պիտի նշեն կամ նշեցին Երևանյան Հայաստանին հետ 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները։ Լավ, հասկացանք։ Բայց Բրազիլիան եւ Արգենտինան, որ ճանաչեցին ընդհանուր, ասենք թե Միացյալ Հայաստանը 1920-ին մեզի հետ որևէ դարետար չեն նշելու, մեզի ինչու, բայց չեն նշելու մեզի հետ դարետար։ Ինչու պիտի նշեն մինակ այդպես Երևանյան Հայաստանին հետ այդ 30 տարվա հարաբերությունները որ ունեն։ Մեզի հետ 106 արդեն տարի հարաբերությունները ճանաչեցին մեզ հետ։ Արգենտինան, Բրազիլիան, Ֆրանսիա, օրինակ տամ ցեզի։ Մենք որ մասնակցեցինք առաջին պատերազմը, համաշխարհային պատերազմը, մենք որպես բանակ մասնակցեցինք, դիգուն կայնեցինք Ֆրանսիայի։ Կպատկերացնեք նոյեմբերի 11-ը 2018-ը, երբ Ֆրանսիա նշեց զինադատարի 100-ամյակը, մեզի չհրավիրեցին, հրավիրեցին Թուրքիա, բարոն Էրդողանին, կպատկերացնեք հարգելիներս։ Ասել մենք տիկուն կայնեցինք Ֆրանսիայի, մեզի չեն հրավիրել։ Իհադորաբար է, որ ես օկտեմբերի 20-ը նամակ խրգեցի, երկար նամակ խրգեցի բարոն Մակրոնին, Կիլիգիո հայության վնասներուն հետ կապված։ Ֆրանսիա պետք է պատասխան տա։ Պետք է պատասխանեն եւ պիտի շարունակենք այդ աշխատանքը
ասենք թե ես ալ պետք է կուզեմ ճիշտ հասկանամ, մենք ենք, որ մենք այս առաջին համաշխարհային պատերազմին մեջ մոտ 15 միլիոն զոհեր տվավ այդ պատերազմը։ Եվ մենք այդ պատերազմի ժամկետին մեջ 1.6 միլիոնին ավելի, մինչև 2 միլիոն զոհ տվին։ Ասենք թե մինչև 12-13% հայությունը մահացավ այդ ժամանակին։ Պատկերացնեք։ Համար մենք այդ կողմեն լուրջ աշխատանք ունենք դանելու, պետություններ ունեն, որ մեզի ճանաչեցին եւ ճանաչեցին մեր ցեղասպանությունը։ Շարունակենք մեր այսօրվա աշխատանքը եւ այդպեսով ասենք թե մենք հիմնավորեցինք մեր ամբողջ այսօրվան պետականության վերակայնմանը, հիմնավորեցինք այդ բոլոր ճանաչումներու իման վրա։ Այստեղ ալ շատ գիտեք ինչ կա, օրինակ Սևրի տաշնագիրը մինակ 433 հոդվածները չունեն։ Սևրի տաշնագրին ամեն մեկ հոդվածը ունի ենթա պայմանագիրը։ Կխնդրեմ, որ ինձի լավ լսեք։ Ամեն մեկ հոդվածը, այդ 433 հոդվածները, ամեն մեկ հոդվածը ունի ենթա պայմանագիրը։ Օրինակ, հոդված 93-ը ունի իրեն ենթա պայմանագիրը, որտեղ մենք շարունակական որպես շարունակական պետություն Միացյալ Հայաստանի իրավունք ունենք դիվանագիտական հարաբերությունները վերակայնել կամ հաստատել Ֆրանսիայի պետության հետ։ Եվ այդ ենթա պայմանագիրը ստորագրված է Ֆրանսիայի կողմեն։ Այդ իմաստով Արմենիան Հայաստանը ունի պատոսներ Ֆրանսիայի մեջ եւ կաշխատենք շուտով մեր դեսպանալ ունենանք։ Եթե ենթա պայմանագիրներ ունենք այդ մակարդակով ստորագրված պետություններ ունեն եւ եթե մենք համապատասխան մեխանիզմները մեջտեղ չենք բերելու, որովհետեւ կարողանանք այդ հարաբերությունները, դիվանագիտական հարաբերությունները ուժեղացնել այդ պետության հետ, անցակործությունն է իմ կողմեն։ Եթե չեմ անելու, անցակործություն մնե իմ կողմեն։ Ես ոչ ստիպված եմ անել, իմ պարտականությունն է անել այդպես մեջտեղ բերել այդպես մեխանիզմը, որովհետեւ այդ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվի։ Հարգելի Արմենիան Հայաստանի մասին է խոսքը այստեղ։ Մենք Երևանյան Հայաստանի մասին չենք խոսելու։ Adorable, ոչ նորեն գսեմ, ստիպված չեմ, իմ պարտականությունն է, իմ առաքելությունն է, որ այդ մեխանիզմը ուժ տամ, ոտքի տնեմ, ուժ տամ, որովհետեւ դիվանագիտական հարաբերությունները շարունակենք այդ պետություններ ունեն, որ մեզի ճանաչեցին 1920-ը։ Կապ չունի այստեղ դաշնակցության ստորագրված պայմանագիրները հոյբունի ներերն հետ կամ ովևէ մեկին հետ, կապ չունի, եթե ուրիշ կուսակցություններ կան, որ ովևէ պայմանագիրները ստորագրեցին իդեմ անշուշտ մեր պետականության։ Այստեղ սա քաղաքական քայլերն են։ Մենք այստեղ կխոսենք պետության հետ հարաբերություններու մասին, ինչպես որ ճանաչվեց 1920-ը։ Այդ իմաստով երկրորդ հարցը մեզի տվին, դուք անձամբ ճանաչել եք Լեոնիդ Ասկալյանի կամ Մոնտեին։ Պետք է հասկանաք, որ ես ազատագրական բանակի գլխավոր ռանգիչն էի եւ բարոն Ասկալյանն է, որ ինձի
այդ պատասխանատվությունը դվավ եւ այն ժամանակ ասենք թե մեկ հատ հետաքրքիր վիդեո մը կա, ձայնագրություն մը կա, որտեղ բարոն Ասկալյանը, Լեոնիդ Ասկալյանը եւ Վլադիմիր Բալայանը նստած են մեկ հատ անգողենի վրա եւ ձայնագրությունն է, հարցազրույց մը կուտան եւ անոնք երկուսները կպատասխանեն։ Այդ անգողենը, որտեղ եւ Լեոնիդը եւ Վլադիմիրը նստած են, իմ անգողենն է եւ edevը ադե կարևոր, անգողեն չէ կարևոր կարևոր է, որովհետեւ հայ ջամպայի մեկ հատ աֆիշ մը գա, ասենք թե թուղթ մը գա, գոված մը գա, գծված իրենց edevը եւ ձայնագրության մեջ բավական լավ երևա, որ ասենք թե ինչ է հայ ջամպա հայկական մարտարվեստներ, որ այդ մարտարվեստով ես կպատրաստեի մեր զինվորները, մեր Արցախի եւ մեր հատուկ ուժերու դղաները, մեր զինվորները, որպեսզի կարողանան վերջը երտան ջոգադիբես, երտան իրենց քյոերի մեջ իրենց տարածքը պաշտպանելու համար։ Այդ շղթան, որ ստեղծեցինք բարոն Ասկալյանին հետ եւ անշուշտ իմ ուրիշ զինյախպայներուն հետ, որ շատ կսիրեմ եւ շատ կհարգեմ, իմանալով ինչպես անոնք ամեն ինչ ըրին մեր պետականությունը պաշտպանելու համար, մենք այդ շղթան ստեղծեցինք ամբողջ մեր տարածքը մեր զգայության տակ լալու։ Եվ սա բարոն Լեոնիդը մտածեց եւ ճիշտ մտածեց։ Եվ մենք այդպես պատրաստեցինք դղաները, Մոնտեի հետ կապված անշուշտ Մոնտեն, մենք ընդունեցինք Մոնտեն 1991-ը, հետո որոշեցինք, որ ինքը դեղափոխվի Մարդունի, որպեսզի անդեղալ ինքը շարունակե իր ծրագիրը, եկավ անշուշտ հայրենիքը պաշտպանելու համար եւ բայց տարբեր ներքին հարցերու պատճառով ավելի ճիշտ կլա, որ ինքը դեղափոխվի Մարդունի եւ անդեղ աշխատի, բայց անշուշտ գաբի մեջ էինք, մանավանդ Ստեփանագերտում գենշտաբի ժողովներու ժամանակ բոլորս միասին էինք։ Ասենք թե այստեղ ինչ որ ցեզի հիմա կներկայացնեմ, իմ անձնական կյանքս չէ, սա ձեր այդ կյանքն է, որ ձեզի կպատկանի, որովհետև ինչ որ ես ըրի ձեզի համար, ես ըրի մեր երեխաներու համար, այն ժամանակ այստեղ ալ պետք է հասկանաք ինչու որոշեցինք, ինչպես եւ ինչու որոշեցինք Արմենիան Հայաստանի պետականությունը վերականգնել։ Մենք այստեղ գրիվի ժամանակ երբեք մենք աշխի չենք առնում, եթե ընտանիքները կուսակցական են կամ իրենց գորոները ուրիշ են, այդպես բան չի կար մեր մոտ։ Ձևորական գաղափարի մեջ, գաղափարախոսության մեջ, այդպես բան չի կա։ Մենք բոլորին համար կծառայենք։ Կապ չունի, եթե ընտանիքը մեկ հատ ուրիշ կուսակցությունն է, մյուսը ուրիշ է, կամ գորոնը դարբեր են, կամ ավակները դարբեր են, եթե գորոնի մասին չէ խոսքը։ Մենք բոլորին համար կծառայենք։ Հիմա Արմենիան Հայաստանը նույնպես է։ Մի քիչ այդ մասին ալ քիչ մը խոսենք այջիկ։ Արմենիան Հայաստանի գաղափարախոսության մեջ մենք չենք ասել մեր պետականությունը գորոն մը ունի կամ ավակ մը ունի մասնավորապես եւ այլն եւ այդպես բան չենք ասել մենք։ Պետք է հասկանաք, աշխարհիկ պետություն մն է, անշուշտ այդ աշխարհիկ պետությունը գտնունի բոլորը իրեն զավակները հավասար ցևով հասկանաք, անշուշտ չի նշանակի, որ մենք չունենք ասենք թե իմաստասիրությունը,
չի նշանակի, որ չունենք մենք խոր ավատքը, անշուշտ ունենք, եթե չունենք մենք ինչպես կրնայինք թիմանալ այդ մարդարվերներուն թիմաց, որ կամ մեր թիմացը ամեն օր այդ դժվարությունները, որ մեր թիմասը կսարքեն։ Ադոր համար ունենք, ամեն ինչ ունենք, այդ ուժը որտեղ են գուկա։ Նյութական են, նյութականն չի կրնա կարա դուժը, այդ ուժը գուկա մեր մեջից, մեր հոգից, ինչպես որ գար առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, որտեղ մենք ստեղծեցինք մեր ազգային բանակը, վերակայնեցինք մեր ազգային բանակը, ինչպես այն ժամանակ գար, նույնպես ալ գա այսօր։ Ադոր համար շատ շնորհակալություն այդ հարցի հետ կապված, այո, բարոն Ասկալյանը, բարոն Մելքոնյանը մեր մոդիկներից էին, ասենք թե իրականության ես ինչ որ գործողությունները սկսել եմ, ես սկսել եմ բարոն Լեոնիդ Ասկալյանի հետ։ Առաջին գործողությունը Չայլու էր, երկրորդ գործողությունը արդեն տարբեր դեր, ասենք թե ամեն անգամ չեմ ուզում ամեն ինչ ներկայացնել, մինչև Կարվաճարը, հաշուշ Լեոնիդ արդեն չի գար մեզի հետ, ապրիլ 1-ը 1993։ Ես գիտեմ, որ Երևանյան իշխանությունը, որ ինչպես որ դուք ալդերյակ եք, մեկ տարի առաջ որոշել էր, որ իբր թե իրեն համար, Արևմտյան Հայաստանը մինակ եւ մինակ այդպես ներկայացնեց, ներառում է Արմավիրը, Տալինը եւ Մարարիկը, պատկերացնեք, ասենք թե կոմեդիա է սա, Արևմտյան Հայաստանը նախ ինքը չի կրնա որոշեր ուր կսկսի եւ ուր կվերջանա Արևմտյան Հայաստանը, սա իրավանական միջազգային իրավունքներն են, որ կորոշեն, եթե ինքը իրեն համար նույն մեկ տարի անցավ արդեն, որ այն գոմ Արևմտյան Հայաստանը չի գա եւ չի կարող լինի, նորեն գսեմ, կսխալվի, ասենք թե իրեն ուզածն է, բայց իրեն ուզածը չի, մինակ իրեն ուզածով չի, ամեն ինչը, գա լուրջ եւ մեծ եւ երկար պատմությունը Արևմտյան Հայաստանի հայության հետ կապված։ Նույն ժամանակ անցյալ տարի որոշեցին լուզարել Մինսկի գրուպը եւ լուզարեցին Մինսկի գրուպը, բայց մենակ սա երին մեկ տարվան մեջ, մնացածը չերին եւ չի լինելու, հասկանաք, ասենք թե նույնիսկ նորեն կգրկնեմ այդ մասին Մեղլի ճանապարհը, ես կրնամ հասկանամ ինչու դվին բարոն Թրամփի, իրեն ապրանքը չէ, Արևմտյան Հայաստանի սահմանն է, որ ճանաչվել է 1920 Բասկաստանին հետ, եւ այդ սահմանը կուտան Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահին մի քանի տոկոսով, որովհետեւ ինքը ինչն է, գաբ է Ադրբեջանը Նախիջևանին հետ, ասենք կպատկերացնեք, որ Արցախի անձմանը սկսյալ ամեն ինչ ծրագիր մնե։ Այդ ծրագիրը պիտի շարունակե, եւ նորեն գսեմ ցեզի, անոնք ինչ որ Միացյալ Հայաստանի պետականության գա, խնդիր չունին անձնելու ուրիշին, խնդիր մնե մեզի համար, մենք պիտի ընդունենք կամ կընդունենք, մենք չենք ընդունելու, եւ ադոր համար վերակայնեցինք Արևմտյան Հայաստանի Հանրապետություն, որովհետեւ մենք կարողանանք որոշել մեր ապագան եւ չթողնենք, որ չեմ գիտեր որտեղից ինգավ
եկան այդ մարդիկները եւ մեր դեղը որոշեն մենք ինչպես պետք է ապրենք, որտեղ պետք է ապրենք, ինչ պետք է ուտենք, ինչ պետք է խմենք, չհասկացա։ Ինչպես պիտի դաստիարակենք մեր ընտանիքները, մեր զավակները, ինչպես պիտի բայենք մեր ազգը, անուն պիտի որոշեն, բայց անուն չեն գնալ իրենց համար որոշել որևէ բան։ Մեկ տարի անցավ, գսեմ ձեզի մինակ ուզադրեցին Մինսկի գրուպը։ Եթե մեկ օքի կրնա ինձի բացատրել ինչու դա կրկիր կլա։ Եթե ուզեցան ինչ հրաժարվել Մինսկի գրուպի հնարավորությունները մեր իրավունքներուն հետ կապված, որովհետև հոդվածի 92 սևրի մեջ նշված էր, որ մենք պիտի պայմանավորվենք Ադրբեջանին հետ, մենք Արմենիան, Հայաստանը, պիտի Հայաստան պետությունը պետք է պայմանավորվի Ադրբեջանին հետ եւ Վրաստանին հետ սահմանները, չէ՞։ Եվ եթե չենք պայմանավորվելու, բարձրակուն խորհուրդն է, որ պիտի ինքը որոշում առաջարկի։ Այդ բարձրակուն խորհրդի ժառանգները այդ Մինսկի գրուպն էր, հարգելիներս։ Այդ է կարևոր։ Ադոր համար ես կասկնամ, որ այդ ծևով մենք առաջ չեն գնարել տալ, որովհետև ամեն մեկը գվազեն նյութականի հետևը եւ մինակ նյութականի հետևը եւ պատրաստեն մեր տարածքները վաճառել, եթե որևէ բանը անշուշտ կստանան եւ ինչու համաձայն չենք, որովհետեւ վերջի վերջո մեր ժողովուրդը չի օգտվի այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը կօգտվի տարբեր ֆիրմաները կամ անձնական ուժերը։ Որպես նախագահ կդատապարտեմ այդ տեսակ քաղաքականությունը, որովհետև չի համապատասխանում մեր ընդհանուր սահմանադրության հետ եւ մեր իրավունքներուն հետ։ Եվ այդ ծևով, ասենք թե մինչև այսօրը մենք ազատագրելով Արցախը մենք կարողացանք նորեն շրջապատը ասենք թե ուժեղացնել եւ ստեղծել, վերականգնել Արմենիան Հայաստանի ազգային խորհուրդը։ Կպատկերացնեք այդ երկար ճանապարհը, որ օրինակ 3 հատ հաղորդաշարը ցեզի ներկայացնեցի, որ բերեմ մինչև նորեն եւ նորեն դեկտեմբերի 17-ին 2004-ին։ Հիմա նույն ժամանակ դուք ալ կտեսնաք, չէ, որ մեր պատմությունն ալ գործակորձեմ ցեզի ներկայացնելով այսօրվան տարբեր քաղաքական խնդիրները։ Մենք խոսեցանք Մինսկի գրուպի լուծարմանի մասին, մենք խոսեցանք Բասկաստանի հետ մեր սահմանների մասին, որ այդ սահմանը ինչպես անձնել են ուրիշին, մենք խոսեցանք Արցախի մասին, մենք այդպես պիտի սկսենք նույնիսկ կապերով նորեն եւ նորեն մեր իրավանական պատետիտ հետ, մենք այդպես պիտի շարունակենք այսօրվան քաղաքական վիճակը ցեզի ներկայացնել մյուս հաղորդաշարներու ժամանակ եւ նույն ժամանակ մեկ հատ ասենք գոչ մնենք։ Այդ գոչը կապված է մեր ոչ մինակ մնացության, մեր ամեն օրվա անվտանգության ուժեղացման հետ կապված։ Որովհետև նայեցեք ինչ կկատարվի Ջեզիրեի շրջանում։ Ջեզիրեի շրջանում մենք գրվել ենք 2011-ից մինչև այսօր եւ հայերը, եւ ասուրիները, եւ քուրդերը, եւ այնտեղի արաբները գրվեցին ինքնավորություն ստեղծելու 2011-ից ի վեր գրվեցինք իգիրի դեմ, գրվեցինք տարբեր թշնամիներու դեմ, օրինակ Ղամշլի մեջ, եթե կտեսնաք Ղամշլի սահմանը, ինչ սահմանը կներեք, գերեզմանը կտեսնաք ինչքան երիտասարդություն զոհվել են այդ տարածքը պաշտպանելու համար։
թիվը անչափելի է, բայց այսօր կտեսնանք, որ այդ պետությունները, որ որևէ ցևով թիգուն գայնեցին անդերի ժողովուրդին, այդ պետությունները դուրս եկան եւ դուրս գալով հնարավորություն տվին այդ ջիհադիստական կառավարությունը նորեն արձակվել մեր ժողովրդի վրա։ Ինչու գսեմ մեր ժողովուրդը, որովհետև նայեցեք Ղամշլի, Խասակիայի, Ջեզիրեի ժողովուրդները ուղղակի կապ ունին մեզի հետ։ Մեկ մասը գուկան Սասունից, մյուս մասը գուկան Դիկրանագերդից, ուրեմն տարբեր տեղերից Արևմտյան Հայաստանից գուկան ցեղասպանության ժամանակ միջև դերձոր եկան եւ դերձորը միացել են արաբական աշիրետներուն հետ, ցեղերին հետ այնտեղ, բակարաներուն հետ օրինակ, որ բակարաները օրինակ 1 միլիոն անդամ ունին այդ աշիրետը, այդ ցեղը 500,000 Իրաքում, 500,000 Սուրիայում։ Հիմա այդ բակարաները, եթե լավ հասկացա, անոնք ալ միացան այսօրվան Դամասկոսի իշխանության հետ եւ դեմ դուրս եկան Ռոժավայի։ Հիմա առանց ուզելով մտնել մանրամասներուն մեջ, ես ինչ կուզեմ։ Նայեցեք անցյալ դարի նույն ժամանակ Դամասկոսի իշխանությունը զորքը խրգեցին Խալավի ժողովրդի վրա եւ ջարդեցին այդ ժողովուրդը։ Հիմա ինչ պիտի կատարվի։ Դեկտեմբերի 9-ին նամակ խրգեցի Մակում, երկար նամակ նորեն, բացառելով ինչ պիտի կատարվի եւ դատապարտելով, որ Թուրքիան գողքն է այս Դամասկոսի այսօրվան իշխանությունը, որպեսզի այդպես գործողությունը իրականացվի Ջեզիրեի մեջ։ Դեկտեմբերի 9-ին խրգեցի։ Ինչ որ ներկայացնեցի 1.5 ամիս առաջ իրականացվեց հիմա։ Ինչ կուզեմ ասեմ ձեզի, մենք հնարավորություն ունենք ճիշտ հասկանալ ինչ քաղաքականություն գերտա իրականացվի մեր ազգի անտև կամ մեր ժողովուրդներուն անտև, բայց մենք հնարավորություն չունենք մեր անվտանգություն ապահովելու։ Ադոր համար քիչ առաջացի մենք աշխատենք, ինչ որ կկատարվի Ջեզիրե, կարող է կատարվի Ֆրանսիա, կարող է կատարվի ամեն տեղ։ Մենք միավորենք, մենք մեզի կազմակերպենք մեր անվտանգություն ապահովելու համար, որովհետև դաժան ժամանակներ ալ կսպասեն։ Դուք ալ ուսումնասիրեք ինչ կկատարվի հիմա ընդհանուր մեր տարածաշրջանում։ Չմտածենք, որ իբր թե խաղաղությունը պիտի շարունակվի։ Մանավանդ, որ մենք կխոսենք այստեղ ընտրական ժամանակի վրա, ընտրություններուն հետ կապված, ամեն ինչ արհեստական է։ Ինչ կկատարվի հետո, արդեն դաժան ժամանակները կսպասեն մեզի, մենք մեզի կազմակերպենք, մենք մեզի ուժեղացնենք, որպեսզի մեր ընտանիքները պաշտպանենք եւ միասին, բոլորս միասին պաշտպանենք մեր ընտանիքները։ Եթե համաձայնեք մեր այսօրվան դակրկիր հաղորդաշարը կրնանք ամփոփել եւ այդպես ընենք, որպեսզի նորեն եւ նորեն շուտով միանանք եւ շարունակենք, որովհետեւ պետք է հասկանանք, որ կալ շաբաթ շատ կարևոր ժամանակներն են։ Գուզեի ցեզ ասեմ, որ շաբաթ 24-ը մեր վետերանները պիտի ժողով կազմակերպեն Վալանսում եւ արիթմը պիտի ունենանք միասին լալու, բաժնվելու մեր
այսօրվան ասենք հարցերը եւ լուծումները գտնելու մեր վետերանները, մեր թոշակակիրները կմասնակցեն բոլոր ասենք patriotic միջոցառումները եւ կպաշտպանենք այդպես ամենտեղ որ մեր թոշակակիրը գոյություն ունին, կպաշտպանենք մեր թոշակը եւ կներկայացնենք Արմենիաստանը ամենտեղ որ կրնանք գնել։ Դուք ալ միացեք, շատ կարևոր է եւ դուք ալ կրնաք ոյևեցեվով մասնակցեք այդ միջոցառումները։ Կուզեմ ուրիշ բան ասեմ ձեզի, մենք հատուկ դեզի հետ կապված հարցերը պիտի ներկայացնենք, որովհետեւ ավելի ճիշտ իմանանք ձեր պատասխանները, ձեր ուզածները, դուք ալ ինչպես կչափեք այդ ամեն ինչով, որովհետեւ մենք ալ ձեր կողմեն, հիմա դուք մեր կողմեն, ասենք ձեր համագարկի կողմեն տարբեր ինֆորմացիոն, տարբեր լուրերը կստանաք, բայց մենք ալ պետք ունենք իմանալ ձեր կարծիքները մեր ընդհանուր վիճակին հետ կապված։ Հարգելիներ շնորհակալություն եւ շուտով նորեն հանդիպենք։ Հաջողություն ձեզ։